Մեր երկրի տնտեսական քաղաքականությունը կառուցված չէ շրջաններում աշխատատեղ ստեղծելու վրա, կառուցված է ուղղակի հարկեր հավաքելու եւ Երևանի ակտիվության հաշվին, Երևանի հարկերի հաշվին, ինչպես նաեւ մի քանի հանքերից ստացված եկամուտների հաշվին պահել երկրի ընդհանուր տնտեսական վիճակը, ինչպես նաեւ պարտք ներգրավելով, բայց որպեսզի ունենանք դինամիկ զարգացող երկիր, մենք պետք է ունենանք համաչափ զարգացում։ Մեր շրջանները պետք է ժամանակի մեր բոլոր շրջանները ունեին մասնագիտացում, ոլորտային մասնագիտացում։ Մենք պետք է գնանք դրան, որ ամեն շրջանի համար կանխատեսենք եւ պլանավորենք տնտեսական զարգացման մոդել։ Ունեինք նոյեմբերյանի օրինակը, մենք հայտարարել ենք նոյեմբերյանի հետ կապված օրինակ եմ բերում, որ նա պետք է լինի առանձին բանջարեղենի ջերմոցների գոտի, դա հնարավորություն կտա հայկական ապրանքը, Տավուշի ապրանքը, նոյեմբերյանի ապրանքը արտահանել եւ նաեւ փակել Հայաստանի ներքին ամբողջ պահանջմունքը։ Ուրիշ շրջան, Մեղրի շրջանի հետ կապված ունենք ծրագիր, ապա Վանաձորի հետ կապված ունենք նավթավերամշակման կոմբինատի գործարանի ծրագիր, որը կլուծի Հայաստանում նավթի թանկ ներմուծման եւ թանկ գների հարցը։ Մենք ոչ թե ստիպված կլինենք Ադրբեջանից գնել բենզինը, այլ առնել, գնել Իրանից նավթ, վերամշակել Վանաձորում ապահովել աշխատատեղեր եւ այդ նավթը բենզինի, դիզելի տեսքով վաճառել մեր երկրում։ Նաեւ ապագայում կներկայացնենք, թե ինչ ունենք Գյումրիի համար։